Պարոն նախագահ, շատ ուրախ ենք, որ այցելել եք Արցախ քաղաք, հպարտ ենք ձեր անցած ճանապարհի այն ուղիները, որոնք դուք կյանք եք տվել Հայաստանի, զարգացրել եք տնտեսությունը, արդյունաբերությունը ձեր օրոք, ունեցել ենք անվտանգային համակարգ, փառք ու պատվով բանակ ենք ունեցել, արժանապատիվ բանակ։ Ցանկանում եմ, որ այս նույն եռանդով միասին բոլորով հասնենք այդ նույն կետին, ինչ ունեցել ենք 2008 թվականը։ Հավատում եմ ձեզ, հավատում եմ իմ ժողովրդին, որովհետև կանգնած է յուրաքանչյուր մարդ հանուն իր հայրենիքը փրկելու համար։ Ժողովուրդ չանեստեղ մենք բոլորս հավաքվածներս, այո, մտածում ենք այդ նույն գաղափարի մասին։ Բայց դրսում կան շատ մարդիկ կայնած, ցանկանա է, որ բոլորը լսեին։ Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց է դա վերաբերվում։ Մենք բոլորս այստեղ հասկանում ենք։ Շատ դժվար ուղու վրա ենք կանգնած մենք։ Խոցելի է շատ յուրաքանչյուր կետերը սկսած բոլոր բնակավարներում մենք ունենք խոցելի հատվածներ։ Այս իշխանությունը պարզապես ոտնահարել է մեր բոլորիս ինքնությունը։ Այս ինքնություն բառը, երբ որ ես դեկտեմբերի 7-ին նույնպես արտահայտվեցի, այս ինքնություն բառը արդեն բոլորի մոտ, նիկոլագանների մոտ դարել է արդեն PR։ Այո, մեր ինքնությունը պահպանելու համար բոլորս միասին գնալու ենք ամսի 7-ին ընտրելու մեր հայրենիքի պաշտպանության, մեր հայրենիքի ապագայի համար։ Հայրենիքը սկսվում է մեր սահմանների ժողովուրդ ջան։ Մենք ունենք նաև Արցախ, որը պետք է հետ վերադառնա։ Մեր հարավային դարպասը պահել է տարիներ շարունակ Արցախը։ Իսկ այսօր 550 կիլոմետր թուրքը արդեն մոտեցել է Հայաստանին։ Այն քաղաքացիները ասում էին, որ ինչ լավ է Արցախում չեք գնալու ծառայելու մեր երեխաները։ Բայց հիմա թող այդ ժողովուրդը այդ ծնողներն ասեն, դե ո՞ց են հիմա երեխաներն ուղարկում Հայաստանի առաջնագից, որտեղ արդեն թուրքը 10 մետր հեռավորության վրա կանգնած է, հանգիստ քնում են, իհարկե ոչ։ Բոլորի ասում եմ, միասին պայքարելու ենք ամսի 7-ին հաղթելու համար։ Խոստացեք բոլորը։